Բարև ձեզ։ Ինչ իրավիճակում են այսօր Բաքվում գտնվող մեր հայրենակից ռազմագերուներն ու կալանավորված մյուս անձինք։ Ինչ թեր ունի քաղաքացիության երկիրը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը նրանց նկատմամբ արդար դատավարության պահանջի հարցում։ Այսօր տաղավարում մեր հյուրը միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ իրավապաշտպան Սիրянուշ Սահակյանն է։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Տիկին Սահակյան, մեր հիմնական թիրախը, երբ խոսում ենք Բաքվում պահվող ռազմագերիների եւ կալանավորված մյուս անձանց մասին, միջազգային ատյաններն են։ Եվ ընկալում կա, որ այսպես կանխահայտ ձախողում է պաշտոնական Բաքվից պահանջել արդար դատավարություն կամ արդար դատաքննություն։ Բայց սա քաղաքական մեկնաբանություն է։ Իսկ իրավական տեսակետից Նախ այս հարցում մենք ունենք երկու թիրախներ, առաջնային թիրախը եղել եւ մնում է Ադրբեջանը, որը կազմակերպում է այդ դատավարությունները, որոնք շինծու են եւ ավելի բեմականացված ծիսական պրոցեսներ են եւ ամենևին չեն հիշեցնում միջազգային ստանդարտներով կանոնակարգված պրոցես, որտեղ կան իրավունքներ, իրացվում են իրավունքները եւ պրոցեսը կազմակերպվում է այն նպատակով, որ օբյեկտիվ ճշմարտությունը վերհանվի։ Սակայն հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում մարդու իրավունքները եւ գնալով այդ մեկուսացվածությունը մարդու իրավունքների համակարգից մեծանում է, այստեղ մենք ունենք երկրորդ հասցեատերը, դա միջազգային հանրությունն է, որը իր հնարավորության եւ գործիքակազմի շրջանակներում պետք է անհնազանդ այդ միջազգային հանրության անհնազանդ անդամին փորձի հետ բերել իրավակարգ եւ դա անելու համար անհրաժեշտ է ճնշում, քաղաքական ճնշում, իրավական ճնշում, բարոյական ճնշում եւ այնպիսի ներգործության աստիճան, որը փոփոխություններ կմտցնի այդ անհնազանդ անդամի գործելակերպում։ Մենք քննադատում ենք միջազգային հանրությանը, քանի որ կարծում ենք այդ ներգործության ձևերը մեղմ են ընտրված եւ դրանք համարժեք չեն, բավարար չեն վարքագծային փոփոխություններ բերելու տեսանկյունից։ Սակայն եթե փորձում ենք պատասխանատվությունը հասցեականացնել, առաջնային հիմնական պատասխանատուն հենց Ադրբեջանի իշխանություններն են եւ կա երկրորդական պատասխանատու, որը միջազգային հանրությունն է։ Իսկ միգուցե ճնշումը բավարար չէ։ Ոչ թե մեղմ են կիրառվում, այլ այդ կիրառման համար ճնշումը փոխկապակցված երևույթներ են։ Մենք բոլորս հասկանում ենք, որ որքան մեծ է լինում ճնշումը, այնքան հենց միայն դրան արձագանքելու համար կիրառման մեթոդներն էլ կարող են փոխվել։ Այո, այստեղ շատ սերտ կապ գոյություն ունի, եթե մենք ընտրում ենք կոշտ մեխանիզմ, ապա ավելի ինտենսիվ ճնշում ենք գործադրում, օրինակ, եթե միջազգային հանրությունը դիմի պատժամիջոցների կիրառման, հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշումը ավելի ինտենսիվ կլինի եւ միջազգային հանրությունը ինքն է որոշում, թե զինանոցից որ միջոցը զենք գործադրի եւ այստեղ բազմաթիվ գործոններ կան, որոնք այդ որոշումների կայացման վրա ազդում են։ Մենք տեսնում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ընտրվում են մեղմ մեթոդներ, մեղմ գործիքներ, ինչպիսիք են դատապարտելը, կոչ անելը, սակայն իրական վնաս սպառնալիք ներկայացնող կոշտ գործիքակազմը որևէ կերպ չի գործարկվում։ Օրինակ առևտրային հարաբերություններից մեկուսացնելը, ֆինանսական համակարգերից մեկուսացնելը, օդային տարածք փակելը,
պատժամիջոցներ կիրառելը կամ, չգիտեմ, ապրանքների նկատմամբ արտահանումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելը։ Սրանք այնպիսի գործիքներ են, որոնք պետության համար կոնկրետ բացական հետևանքներ են առաջացնում, դրանք կարող են անգամ տնտեսական ցուցանիշների վրա ազդել եւ այս պայմաններում պետությունը ստիպված է զիջումների գնալ։ Եվ մենք դիտարկում ենք, որ միջազգային հանրությունը լեգիտիմ պատճառներ է ներկայացնում կոշտ գործիքները չկիրառելու համար, հաճախ վկայակոչում են հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների որակը, այսինքն բարիդրիացիական կառուցողական երկխոսությունը, որի պայմաններում կոշտ գործիքակազմի օգտագործումը կարող է ինքնին վնասել բանակցային գործընթացին։ Օրինակ, ներողություն եմ խնդրում, բանակցային գործընթացը եւ պետությունների հարաբերությունները քաղաքական հարաբերություններ են, իսկ իրավունքը վեր է ցանկացած քաղաքական հարաբերությունից։ Եթե կոնկրետ իրավունքի ոտնահարում է տեղի ունենում, անկախ նրանից ինչ հարաբերությունների մեջ են այդ իրավունքի կրողները եւ որ պետության քաղաքացի են, իրավունքը պիտի չոտնահարվի կամ խախտված իրավունքը պիտի վերականգնվի։ Համենայն դեպս մենք այդպես գիտենք միջազգային իրավունքի հայեցակարգի սահմանումը։ Բայց իրավունքի խախտումներին արձագանքը իր մեջ ունի քաղաքական տարր, հատկապես եթե մենք խոսում ենք ոչ թե դատական արձագանքի մասին, այլ անհատ պետությունների, միջազգային կառույցների արձագանքի եւ նույն պատժամիջոցները դրանք իրավաքաղաքական գործիքներ են։ Այսինքն դրանց կիրառության համար պետք է լինի հիմքը, իրավական օրինակ մարդու իրավունքի խախտում, պատերազմական հանցագործություն, բայց դրանք քաղաքական գործիքներ են, քանի որ ոչ բոլոր մարդու իրավունքների խախտումներն են, որ կարող են հանգեցնել պետությունների սանկցավորման, այստեղ պետք է լինի նաև քաղաքական նպատակահարմարությունը դիմելու պատժամիջոցների եւ որպես կանոն պետք է սպառված լինեն անհնազանդ պետության հետ փոխհարաբերությունների վերականգնման հնարավորությունները, որպիսի որպես բացառիկ վերջին հնարավորություն միջազգային հանրությունը դիմի կոշտ պատժամիջոցների համակարգին։ Հիմա, եթե միջազգային հանրությունը դիտարկում է, որ երկկողմ հարաբերություններում բանակցությունների միջոցով խնդիրները, այդ թվում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները կարող են լուծում ստանալ եւ երկխոսությունը կենսունակ է, այս պարագայում նրանք ձեռնպահ են մնում ցանկացած տեսակի միջամտությունից, բայց հատկապես կոշտ միջամտություններից։ Շատ պարադոքսալ իրավիճակ է, ներողություն, որովհետև եթե ընդունում ենք ելման կետը բանակցային հարաբերությունները, բարիդրացիական հարաբերությունների ձգտումը, ապա հենց միայն այդ հարաբերությունների շրջանակում պետք է արդեն լուծված լինեին շատ հարցեր կապված ռազմագերիների, գերիների, կալանավորված, այսինքն ռազմաքաղաքական ղեկավարության, այսինքն այս խնդիրը այսքան իրավունքի խախտումների այս մեծ քանակը արդեն իսկ պիտի չլիներ, եթե այդ բարիդրացիական հարաբերությունները բարիդրացիական են եւ պետությունների ձգտումը արկա է իսկապես այդ բանակցությունները բարիդրացիական հարաբերությունների հունտ անելու համար։ Այստեղ կարևորվում է ոչ միայն խնդրի գոյությունը, այլ խնդրի լուծելի կամ անլուծելի բնույթը, եթե խնդիրը կա սակայն այն կարող է լուծում ստանալ երկկողմ փոխհարաբերություններում, արդարացված չէ միջազգային հանրության ագրեսիվ միջամտությունը, բայց եթե խնդիրները երկկողմ հարաբերություններում ներկայացվում են որպես անլուծելի, այստեղ է, որ ձևավորվում է քաղաքական նպատակահարմարություն ներազդել կողմերից մեկի վրա եւ առաջարկի պահանջարկի մոտեցումը կարծում եմ գործում է նաեւ արտաքին հարաբերություններում, եթե պետությունը պահանջարկ է ձևավորում
միջազգային հանրության ակտիվներ գրավվածության, ապա այդ պահանջարկը սպասարկում է միջազգային հանրությունը։ Եթե չկա պահանջարկ, չի կարող լինել նաև առաջարկ։ Հիմա, եթե մենք դիտարկում ենք Հայաստանի վարքագիծը, այն ամենևին նպաստավոր չէ առաջարկի ձևավորման տեսանկյունից, քանի որ հանրային արտաքին հարաբերությունների խոսույթում ընդգծվում է, որ կան երկկողմ փոխհարաբերություններ, այստեղ խնդիրները լուծում ստանալու հնարավորություն պոտենցիալ ունեն, որպիսի պայմաններում այդ երկխոսությունը կառուցողական է եւ միջազգային հանրությունը ընդհանրապես կարող է աջակցել այդ երկխոսությանը, սակայն չմիջամտել կողմերից մեկի վրա ազդելու նպատակներով։ Բայց եթե ընդհանուր ցանկանում ենք հասկանալ, թե այդ քաղաքական process-ները որքանով են արտացոլում արդարությունը եւ իրավունքը, այստեղ բախվելու ենք երկակի ստանդարտների հետ եւ սա ամենևին էլ միայն հայկական կոնտեքստի խնդիր չէ, մենք երկակի ստանդարտներ տեսնում ենք նաեւ այլ հակամարտություններում, բայց կոնկրետ եթե քննարկենք արցախյան իր հիմնախնդիրները, օրինակ տեսնում ենք, որ խաղաղությունը փորձ է արվում հաստատել տուժողների հաշվին, մերժելով նրանց համար արդարադատությունը։ Մինչդեռ ուկրաինական հակամարտության կոնֆլիկտում հրաժարվում է միջազգային հանրությունը աջակցել որևէ խաղաղության գործընթացի, եթե այստեղ ներմուծված չեն արդարության եւ պատասխանատվության հաշվետվողականության մեխանիզմեր։ Այսինքն ասում են, որ առանց արդարության, առանց մեղավորների պատժելիության հնարավոր չէ տևական երկարաժամկետ կայուն խաղաղություն, մինչդեռ եթե մենք ուսումնասիրում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիր, ապա տեսնում ենք, որ այն մերժում է պատասխանատվությունը կատարված միջազգային հանցագործությունների համար, այն մերժում է արդարությունը տուժողների համար եւ հենց այս մերժողականությունն է, որ հնարավոր է դարձնում ենթադրյալ խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Խաղաղության նախաստորագրված տեքստը ուղղակիորեն պահանջում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի միջպետական դատական գործընթացներից, որոնց շրջանակներում հենց քննարկվում են մարդու իրավունքների խախտումներ, միջազգային բնույթի հանցագործություններ։ Այսինքն հանրությունը տեղեկացվեց, որ այդ միջպետական հայցերից հրաժարման հարցը դրված է, բայց շատերի համար մինչև վերջ պարզ չէ, ի վերջո Հայաստանը հրաժարվեց ընդդեմ Ադրբեջանի հայցից, օրինակ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում եւ այլ դատական միջազգային, թե ոչ։ Ինչ գործընթաց պիտի լինի եւ ինչպես ընդհանրապես այդ հրաժարումը տեղի ունենում, թեկուզ փոխադարձ հրաժարումը։ Այս պահին հասկանալի է, որ Հայաստանը դեռ չի հրաժարվել, հաշվի առնելով, որ փաստաթուղթը դեռևս ենթակա է ստորագրման, վավերացման եւ իրավական ուժ ստանալու համար դեռևս կան process-ներ, որոնք ավարտված չեն եւ միայն ազգային ժողովի կողմից վավերացումից հետո է, որ այս փաստաթուղթը կարող է ուժ ստանալ, իրավական պարտադրականություն ձեռք բերել, իսկ համաձայնագիրը նախատեսում է, որ ուժի մեջ մտնելու պահից 1 ամսյա ժամկետում պետությունները հրաժարվում են ներկայացված հայցերից եւ ձեռնպահ են մնում ծագած հարաբերությունների առնչությամբ իրավական գործընթացներում ցանկացած կարգավիճակով հանդես գալուց, այստեղ կոնկրետ գործողություններ պետք է տեղի ունենան ուժի մեջ մտնելուց հետո։ Բայց առհասարակ սա միայն պետությունների հայցողության տիրույթում գտնվող խնդիր չէ։ Հրաժարումը ներկայացվում է գործը քննող դատական ատյանին եւ վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը։ Արդյոք թույլատրելի է համարում հայցից հրաժարումը, եթե այո, ապա
հաստատում է այն եւ մենք ունենում ենք կարճված դատական գործեր, որոնց առնչությամբ այլևս չեն կարող վճիռներ կայացվել, իսկ եթե դատարանը մերժում է, ապա գործի քննությունը պետք է շարունակել։ Այսինքն, եթե անգամ բարձ իրավադատական հարաբերություններում, եթե անգամ տուժողը համաձայն է, ընդունենք, որ տուժողը համաձայն է, որ գործը կարճվի, դատարանը կարող է ինչից ելնելով որոշում կայացնել, որ գործը պիտի չկարճվի։ Հա, մարդու իրավունքների դատարանների գործունեությունը սպეციფիկ է, որովհետև այստեղ մենք ոչ թե կոնկրետ անձի իրավունքի խախտմանն ենք միայն առնչվում, այլ նաև ձևավորվում են մարդու իրավունքների ստանդարտներ, որոնք կիրառելի են նաև այլ անձանց նկատմամբ, եւ այստեղ ազդեցությունը մեկ գործից վեր է եւ այն տարածվում է անորոշ թվով մարդկանց վրա, որոնք նույն իրավունքի կրողներ են։ Առնվազն մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառում է այս չափանիշը, որ հրաժարումը չի ընդունվում, եթե արդարադատության շահը պահանջում է գործի քննություն, այսինքն տարանջատվում է տուժողի շահը եւ արդարադատության շահը եւ վեր է արդարադատության շահը։ Եթե արդարադատության շահը եւ տուժողի շահերը բախվում են, հասկանալի է, որ արդարադատության շահը ավելի բարձր է։ Օրինակ կար մեկ գործ, երբ խոշտանգման զոհը ցանկանում էր հրաժարվել իր գործի քննությունից, սակայն դատարանը հաշվի առնելով բնույթը խոշտանգման եւ առհասարակ խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության մեծացման հրամայականը, ստանդարտների ուժեղացման կարևորությունը գտավ, որ արդարադատության շահը պահանջում է, որ նման դեպքերում կայացվեն դատական ակտեր, եւ այս դատական ակտերը նաեւ կանխարգելող նշանակություն ունեն։ Դրանք իրականացնում են նաեւ ընդհանուր կանխարգելում, եթե որտեղ որպես նախադեպ արդեն կարող է կիրառվել։ Այո, ստանդարտը կիրառվում է, եթե մենք պատժելիություն ենք ապահովում խոշտանգողների նկատմամբ, հասկանալի է, որ այն ընդհանուր կանխարգելում է իրականացնում նաև մյուս իրավիճակներում։ Բայց նշեմ, որ մենք ձևավորված նախադեպային դիրքորոշումներ ունենք անհատական գործերի շրջանակներում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում չկա մի դեպք, երբ պետությունը հրաժարվել է իր կողմից ներկայացված հայցից, կան դեպքեր, երբ հաշտության համաձայնություններ են կնքվել, որը լիովին այլ գործընթաց է, եւ հետաքրքրական է, թե արդյոք մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույն ստանդարտը կկիրառի նաեւ միջպետական գործերով։ Իմ գնահատմամբ պետք է կիրառի, հաշվի առնելով, որ միջպետական գանգատների շահառուն քաղաքացիներն են, որքան էլ որ գործը վարում է պետությունը, բայց ակնկալվող դատական ակտը պաշտպանում է ոչ թե պետության սուվերեն իրավունքները, այլ քաղաքացիների իրավունքները, եւ այստեղ արդարադատության շահը շատ ավելի ակնառու է ի համեմատություն անհատական գործերի։ Պետք է սպասել եւ հասկանալ, թե ինչպիսի դատական քաղաքականություն կվարեն միջազգային ատյանները, հատկապես մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Սա նաեւ ակադեմիական տեսանկյունից հետաքրքրական հարցադրում է։ Այո։ Այսինքն այդպիսի նախադեպ դեռ չի եղել, որ պետությունները հրաժարվեն իրենց իսկ ներկայացրած գանգատներից։ Դուք նշում եք սպասել, իհարկե հասկանալի է սպասել նկատի ունենալով որոշումը կայացնողի այդ որոշմանը սպասելը, բայց արդյոք ավելի չի կարևորվում այս ընթացքում իրավունքների խախտումների մասին, որոնք ակնհայտ են, լեցուն են հետազոտություններն ու զեկույցները իրավապաշտպանների այդ մասին, դրանց շուրջ ավելի բարձր, ավելի շատ խոսելը, որոնք կազդեն արդարադատության միջազգային դատարանի վճռի վրա, որոշման վրա, արդարադատության շահը ավելի կարևորելու։
Այստեղ կարծում եմ իրավապաշտպանական համայնքը պետք է ակտիվ լինի եւ կարևորի արդարադատությունը տուժողների համար, որպիսի դատարաններն էլ արդարադատության շահը գնահատելիս հաշվի նստեն նաև հանրային իրավապաշտպանական համայնքի տեսակետների հետ, սակայն շատ կարևոր է նաև վերակազմակերպումը պրոցեսների, որպիսի միջպետական գանգատին փոխարինող անհատական գործեր, դատական գործեր մեկնարկվեն։ Իսկ դա եւս տարբերակ է։ Այո, իհարկե այս տարբերակը կարող ենք ունենալ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարագայում, երբ թույլատրվում է գործը նախաձեռնել ոչ միայն պետության կողմից, այլ նաև անհատների, անձանց միավորների կողմից, ում իրավունքները խախտվել են, սակայն նման հնարավորությունները ցավոք սրտի սպառված կամ բացառված են միջազգային արդարադատության դատարանում, քանի որ այս ածանում հայց ներկայացնելու իրավունք ունեն միայն պետությունները, մասնավոր գործելակերպը այս ածանում ի համեմատություն մարդու իրավունքների եվրոպական դատարանի անթույլատրելի է, բայց ամենևին չի նշանակում փակուղային իրավիճակ, հաշվի առնելով, որ երբ միջազգային հանցագործություններ են կատարվում կամ խտրականության, քաղաքականության, ռասիզմի հարցի հետ ենք մենք բախվում, հայց ներկայացնելու շահագրգռվածություն ունի յուրաքանչյուր պետություն, ոչ միայն այն պետությունը, ում քաղաքացիների իրավունքները խախտվում են, այլ ցանկացած պետություն, որը այդ կոնվենցիայի կողմ է, օրինակ մենք տեսանք, որ Իսրայելի պարագայում հայց ներկայացրեց հարավաֆրիկյան հանրապետությունը, կամ մենք տեսանք, որ Բելարուսի քաղաքացիների իրավունքների խախտումների առնչությամբ գանգատ հայց ներկայացրեց Լիտվան։ Մենք տեսանք, որ Ուկրաինայի առնչությամբ 40 պետություններ համախմբվեցին միջազգային քրեական դատարան դիմելու համար, այսինքն շատ ակտիվ դերակատարում ունենում է նաև Նիդերլանդները, այս պարագայում կարծում եմ, որ հայերի հանդեպ վարվող ադրբեջանական խտրական քաղաքականության հարցերով ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու իրավունք ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև այդ կոնվենցիան վավերացված ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունները։ Իհարկե, որպիսի Հայաստանի Հանրապետությունը փոխարինվի մեկ այլ պետությամբ, այստեղ նախ անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք եւ երկրորդը այսպիսի հարց կառաջանա, եթե Հայաստանի Հանրապետությունը հանձնառել էր իր քաղաքացիների արցախահայերի պաշտպանությունը եւ հրաժարվում է, արդյոք քաղաքականապես ընդունելի նպատակահարմար կոռեկտ կլինի այլ պետությունների կողմից նման հայցի ներկայացումը, թե դա եւս կարող է որակվել որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների միջամտություն, ինչը կարող է ռիսկի տակ դնել խաղաղության գործընթացը։ Այլ կերպ ասած, դիվանագիտական աշխատանք է, իրավական չէ։ Այո, սա դիվանագիտական է եւ կարծում եմ պետությունները արդարացիորեն նման հարցադրում կտան, թե եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է, արդյոք ճիշտ է, կոռեկտ է իրենց կողմից նման հայց ներկայացնելը եւ հենց այս քաղաքական պատճառներով կարող են արդարացնել իրենց կողմից հայց չներկայացնելը։ Տեսականորեն Հայաստանից զատ որևէ այլ պետություն, պայմանավոր անդամ պետություն է Միավորված ազգերի կազմակերպության ռասական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի կարող է այդ դերակատարումը ստանձնել։ Եկեք փոքրինչ անդրադառնանք նաև ինքնորոշման իրավունքի։ Այսօր ստացվել է այնպես, որ մենք մի քիչ խճճված ու բարդ կողմերից ենք խոսում իրավունքի իրացման, որևէ մեկը կամ որևէ ատյան
կամ որևէ փաստաթուղթ չեղարկել է արցախցիների ինքնորոշման իրավունքի հնարավորությունը։ Ոչ, նման փաստաթուղթ չկա եւ չի էլ կարող լինել, նախ ինքնորոշման իրավունքը բնական անոտարելի իրավունք է, այն իր իրավական ամրագրում ունի կարևոր միջազգային փաստաթղթերում, միակ խնդիրը, որ իրավունքի իրացումը պայմանների է ենթարկվում եւ այդ իրավունքը չպետք է իրացվի նույն ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող գործողությունների միջոցով, իսկ խախտող գործողություններ կարող են դիտարկվել նաեւ տարածքային ամբողջականությունը խախտելը եւ առհասարակ ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը իրենք մրցակցող սկզբունքներ են, բայց Արցախի պարագայում ինքնորոշումը որևէ կերպ չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դրա վառ վկայությունը հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն են։ Այս բանաձևերի ընդունման ժամանակ քննարկման առարկա է դարձել հակամարտությունը։ Բանաձևը անդրադառնում է, որ հայկական ուժերը որոշ ադրբեջանական տարածքներ օկուպացնում են եւ մենք այստեղ գործ ունենք հենց 7 շրջանների հետ, որոնք անվտանգային բուֆերային նշանակություն են ունեցել։ Չկա որևէ գնահատական, որ ինքնավար մարզը, որը այդ ինքնավարության աստիճան ունեցել է սովետական տարիներին եւ միության փլուզումից հետո իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, որևէ կերպ խախտում է միջազգային իրավունքը եւ ամենակարևորը չկա անվտանգության խորհրդի կոչը միջազգային հանրությանը կոլեկտիվ չճանաչել Արցախի հանրապետությունը, նկատի ունենալով, որ անկախության ինքնահռչակումը հակասում է միջազգային իրավունքին։ Առհասարակ հակառակ կողմից է աշխատում, եթե չկա կոչը, որ խախտում է, նշանակում է միջազգային Միացյալ ազգերի կազմակերպության համար ընդունելի է։ Կարող է միջազգային ճանաչում ձեռք չի բերել կամ չունի տվյալ հանրապետությունը, բայց ընդունը իրավակարգից դուրս չէ։ Այո, եթե հակամարտությունը քննարկվում է անվտանգության խորհրդում, առաջնահերթորեն խորհուրդը պարզում է, թե անկախության ինքնահռչակումը հակասում է միջազգային իրավունքին, հակասում է որևէ պետության տարածքային ամբողջականությանը, թե ոչ։ Եթե պատասխանը այո է, կա խախտող գործողություն, անմիջապես անվտանգության խորհուրդը արգելափակում է պետության ձևավորումը ճանաչման միջոցով եւ մենք գիտենք, որ պետությունները անկախ նրանից, որ ինքնորոշվում են, նրանք պետք է դիվանագիտական ճանապարհով ճանաչվեն այլ պետությունների կողմից եւ հենց այս ճանաչումն է, որ արտաքին կողմը ապահովում է եւ վերջնականորեն ձևավորվում է լիարժեք իրավասուբյեկտություն ունեցող պետությունը։ Այս պարագայում անվտանգության խորհուրդը արգելափակում է ճանաչման միջոցով նոր պետության ձևավորումը, քանի որ այդ ձևավորումը կխախտի ՄԱԿ-ի կանոնադրությունը, անդամ պետության տարածքային ամբողջականությունը։ Եվ մենք դրա վառ օրինակներն ունենք, օրինակ Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ինքնահռչակված հանրապետություն է, սակայն ի տարբերություն Արցախի հանրապետության այս պարագայում անվտանգության խորհուրդը արձանագրեց, որ ինքնահռչակումը խախտում է Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքում չի կարող լինել որևէ այլ պետություն, քան Կիպրոսի պետությունն է եւ կոչ արեց ՄԱԿ-ի անդամ պետություններին կոլեկտիվ կերպով չճանաչել Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը որպես ոչ օրինական ապօրինի օկուպացնող ռեժիմ։ Եվ եթե ՄԱԿ-ի որևէ անդամ պետություն գործի անվտանգության խորհրդի բանաձևին հակառակ, կխախտի այս բանաձևը, կվտանգի անվտանգությունը, խաղաղությունը եւ կարող է ինքնին պատժամիջոցների ենթակա սուբյեկտ դառնալ։
Մենք համանման իրավիճակներ ունենք նաև հարավային Ռոդեսիայի Սրբսկա հանրապետության պարագայում, երբ կրկին որակումներ տրվեցին, որ դրանք ռասիստական ռեժիմներ են, խախտում են տարածքային ամբողջականությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ այստեղ որևէ նոր պետություն չի կարող ճանաչվել։ Հիմա հարց. Եթե Արցախի հիմնախնդիրը քննարկել է անվտանգության խորհուրդը եւ ունեցել է այս գործիքակազմը, սակայն չի կիրառել, ո՞րն է պատճառը։ Պատասխանը միանշանակ է. Արցախի հանրապետության ինքնահռչակումը բխել է միջազգային իրավունքից, այն չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այն բաց է եղել ճանաչման, որպիսի վերջնականորեն դառնա պետություն։ Այլ խնդիր է, որ Ադրբեջանը բռնաճնշել է այս իրավունքը եւ ռազմական ճանապարհով զրկել է գոյություն ունեցող իրավունքից եւ նաեւ նշեմ, որ ներգրավել վարձկաններ, ընդ որում միջազգային իրավունքը հատկապես արգելում է վարձկանների ներգրավմամբ ինքնորոշման իրավունքը բռնաճնշելը, որտեղ սա ընդունված ձև է գոյություն ունեցող իրավունքը այ մեկնարկային կետում խեղդելը։ Եվ մենք ունենք դասական ագրեսիա, ինչը ամեն ինչից զատ նաև միջազգային հանցագործություն է։ Հաղորդման ավարտին կուզենայի հաստատ հեռուստադիտողներին էլ հետաքրքիր կլինի վերջին ամփոփիչ տվյալներ ունենալ այս պահին Բաքվում գտնվող մեր հայրենակիցների մասին, եթե կան դրանք, համեցեք։ Իհարկե որոշ տեղեկություններ մենք ունենք, հեռախոսազանգերի միջոցով ունենք ընտանիքների հետ կապ, չունենք միջազգային որևէ վերահսկողություն, այստեղ իրավիճակի բարելավում չկա, Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո որևէ այլ կառույց չի փոխարինում Կարմիր խաչին, այլ տարածաշրջանում գործող ներկայացուցիչները ևս զրկված են հայ բանտարկյալներին տեսնելու հնարավորությունից, անկախ փաստաբանների հետ այցելություններ ևս չեն թույլատրվում, մենք շուրջ 5 տարի ունենք հաստատված պրակտիկա, երբ արգելվում է հայ բանտարկյալների շփումը անկախ միջազգային փաստաբանների հետ եւ իմ գնահատմամբ սա նպատակային է, քանի որ փաստաբանները ևս խոշտանգում բացահայտող եւ բարձրաձայնող օղակներ են եւ եթե անկախ վերահսկողական մեխանիզմների մուտքը արգելվում է նույն խոշտանգումները կոծկելու նպատակով, որևէ կերպ տրամաբանական չէ անկախ փաստաբանների կամ անկախ բժիշկների մուտքը ապահովելը եւ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ինկոմունիկատո առանց արտաքին աշխարհի հետ շփումների հայերին պահելն է, որպիսի պայմաններում նրանք շատ խոցելի վիճակում են հայտնվում եւ նրանց կյանքի նկատմամբ սպառնալիքները էապես մեծանում են։ Այս պահին Ադրբեջանը ունի պարտականություն մարդու իրավունքների եվրոպական դատարանին տեղեկություններ տրամադրել հայ բանտարկյալների վիճակի առողջական խնդիրների այլ հանգամանքների վերաբերյալ սկզբում ժամկետը նոյեմբերի 4-ն էր, նրանք հավելյալ ժամկետ են խնդրել, առհայսօր այդ տեղեկատվությունը դեռևս դատարանին չի տրամադրվել եւ մենք ունենք տեղեկատվության պակաս։ Տեղեկատվությունը ինչ որ չափով ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց մասին երբեմն նույնիսկ տեսագրությունների կամ լուսանկարների միջոցով հայտնի է դառնում, բայց մի ամբողջ շերտ կա այս հակամարտության արդյունքում ձևավորված մարդկանց բռնի ուժով անհետ կորած մարդկանց, որոնց մասին փաստորեն ոչ միայն հանրությունը, այլ նաև իրավապաշտպաններն ու իրավաբաններն էլ չունեն տեղեկատվություն։
Այո, սա շատ ավելի վտանգավոր եւ բազմակի մարդու իրավունքների խախտում առաջացնող դրվագներ են, երբ անձը թեկուզ կարճատև հայտնվում է անազատության մեջ, սակայն բռնի կերպով հայտնիությունից դուրս է տարվում եւ կամայականությունների մեծ հնարավորություններ են ստեղծվում, քանի որ անձը կորցնում է իրավական պաշտպանվածությունը իր գտնվելու վայրի անհայտության պատճառով եւ մենք այս երևույթը անվանում ենք բռնի անհետացում, որpիսի անձը համարվի բռնի անհետացած, անհրաժեշտ է ապացույց, որ թեև կարճատև, սակայն ազատությունից զրկված ողջ վիճակում հայտնվել է որևէ պետության իշխանությունների հսկողության ներքո։ Այնինչ մենք ժողովրդական լեզվով ասում ենք գերի ենք։ Այո։ Հիմա բայց իրավական լեզվով այդպես չէ։ Այո, մենք օգտագործում ենք բռնի անհետացած գերիներ, բայց միայն գերի եզրույթը չենք օգտագործում, քանի որ գերեվարման տեսանկյունից կարևոր է, որ գերեվարող պետությունը ընդունի գերեվարման փաստը եւ տեղեկություններ տա գերու գտնվելու վայրի վերաբերյալ։ Եթե գերեվարող պետությունը մերժում է իր կապը գերեվարման հետ եւ պնդում է, որ գերին իր տիրապետության ներքո չէ, բայց մենք ունենք ապացույցներ եւ կարողանում ենք ցուցադրել, որ հենց այդ պետության ձեռքերում է գտնվում, մենք կոչում ենք բռնի անհետացած գերի, այսինքն գերի, որի գերությունը մենք հաստատում ենք այլ ապացույցներով, սակայն բռնի անհետացած, քանի որ պետությունը այս անձին անհայտության մեջ է տարել եւ մենք այս պահին չունենք որևէ տեղեկություններ նրա գտնվելու վայրի ողջ կամ մահացած լինելու կամ այլ հանգամանքների վերաբերյալ։ Եվ քանակով թվով շատ են այդպիսի մեր կազմակերպությունը առնվազն 80 դեպք փաստաթղթավորել է եւ մենք այստեղ ունենք անհերքելի ապացույցներ, օրինակ ստուգված տեսանյութ, որտեղ կան տեսանելի դեմքեր, ճանաչելի են, նույնականացված են անձինք, կամ մենք ունենք լուսանկարներ, ինչպես նաև հայրենադարձված գերիների վկայություններ, երբ գերեվարման ընթացքում նրանք տեսել են նաև այլ հայերի, իհարկե ցուցմունքների պարագայում մենք միշտ ստուգում ենք նաև այդ վկայությունների արժանահավատությունը եւ փորձում ենք համադրել այլ օբյեկտիվ տեղեկությունների հետ։ Հիմա նման անհերքելի ապացույցներով մենք կարողացել ենք ապացուցել 80 դեպք, սակայն հասկանալի է, որ սա ամբողջական պատկերը չէ, սա նվազագույն թիվն է, իրականում մենք չենք բացառում, որ բռնի անհետացած գերիների թվաքանակը շատ ավելի լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ կատարած աշխատանքի եւ կարեւոր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։